I'll repeat, thank you for the invitation to be here today. I agree it's an important day, given that we just had the meeting of our Secretary of State and Foreign Minister Mirzoyan, which advanced the project that we have been working on since August. Since this is my last public event, I think, in Armenia, I thought I might actually look back briefly to when I first arrived in February 2023. Then I would say the situation in Armenia was different. There were daily, oftentimes, shootings across the border. Frequently, Armenian border security were injured or killed. Of course, in September 2023, we had the harrowing situation of 110,000 Karabakh residents forcibly displaced from their homes. And I would say that there was a definite concern and fear that there could be more conflict in the region. And I would say that since then, through the forward-looking vision of the Prime Minister and his team, and the support and engagement of the United States and the European Union, I think we now have a much different situation, as the Prime Minister also noted. I'll maybe talk a little bit about the United States' contributions to this situation, and I'm sure my colleague, Ambassador, will talk about the EU's contributions. So, as noted, in January 2025, the United States, I would say, reframed its relationship with Armenia and upgraded its relationship with Armenia to a strategic partnership. Սահմանեց նաև վերահրաշանցիկ ուղին և տարբեր բաներ կան, որով տեսնում ենք, որ արդեն իրականացվել են, դրանք ըստ էության այդ կանոնադրության մեջ էին ամրագրված ի սկզբանե։ Տնտեսական իմաստով մենք բավականին շատ աշխատանք ենք արել և ես կցանկանայի ընդգծել երկու բան, որոնք իրականացվել են և ձեռք են բերվել վերջին ամիսների ընթացքում։ Առաջինը այն էր, որ հիմա մենք արդեն ունենք բանակցված 1-2-3 համաձայնագրերը, որը քաղաքացիական միջուկային էներգիայի համաձայնագիրն է Հայաստանի և ԱՄՆ միջև, ինչը մեզ կտա հնարավորություն և կբացի ավելի մեծ հնարավորություններ լրացուցիչ համագործակցության քաղաքացիական նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման իմաստով։ Բացի այդ, մենք սատարել ենք և նաև արտահանել ենք, ինչ ես ասում, վիզաներ չէ, ինչ էր, արտահանման լիցենզիաներ, բարձր մակարդակի տեխնոլոգիաների համար ամենից որպեսզի անգան այստեղ և տարածաշրջանում առաջին արհեստական բանականության կենտրոնն է հիմնել և սա ոչ թե Հայաստանում, այլ ամբողջ տարածաշրջանում առաջինը և սա ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը, ԱՄՆ տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանը ՏՏ-ում և առհասարակ ավելի լայն տարածաշրջանում առաջամարտիկ դարձնելու իմաստով։ Անվտանգային իմաստով այստեղ աշխատանքի առաջին տարկակացում մենք կարողացանք արտիվ գործընկեր համատեղ զորավարժությունների մեկնարկը տալ Հայաստանի և ԱՄՆ զրված ուժերի միջև երկրորդ հարցյալ տարի և պլանավորում ենք շարունակել դա։ Սա շատ կարևոր կարծում եմ և դրական քայլ է, որը կօգնի Հայաստանին իր խաղաղապահ գործառույթների աջակցության համատեքստում ամբողջ աշխարհում և բացի դրանից կօգնի մեր զինված ուժերին ավելի լավ ծանոթանալ միմյանց հետ և հասկանալ միմյանց մոտեցումները։ Ի վերջո, մենք շատ ենք աշխատել նաև սահմանային անվտանգության և սահմանային կառավարման ուղղությամբ և պետք է ասել, որ 1.5 տարի առաջ սկսեցինք օգոստոսի 8-ի միջոցառումը Սպիտակ տանը, որը կարծում եմ, որ շատ կարևոր միջոցառում էր ԱՄՆ և Հայաստանի համար
ավելի շատ ժամանակ եւ ռեսուրսներ են նվիրել ԱՄՆ-ի Հայաստանի հետ աշխատանքի համար կենտրոնանալով սահմանային նվտանգության սահմանային կառավարման վրա։ Հետո մենք ունեցանք օգոստոսի 8-ի միջոցառումը վարչապետի, նախագահ Ալիևի եւ նախագահ Թրամփի ներկայությամբ եւ դրանից հետո դրվեց այլ ավելի լայն եւ ավելի գրկուն տեսլականի մեկնարկը ապագա Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, տարածաշրջանային հարաբերությունների համար եւ ամենակարևորը այստեղ միջազգային խաղաղության եւ բարեկամության Թրամփի ուղին է, որը հաստատող ստորագրվեց 3 գործնախարարի կողմից, բայց ավելի լայն համագործակցություն է ենթադրվում եւ ինչպես արդեն ասացի, դրա կարևոր հատվածը սահմանային անվտանգությունն է եւ կառավարումը, տնտեսական գործընկերությունն է դրա կարևոր հատվածը եւ սա մեր հարաբերությունը տանում է արդեն հաջորդ փուլ եւ նաեւ առաջ է մղում խաղաղության հեռանկարները ամբողջ տարածաշրջանում։ Դրա մի մասը նաեւ խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումն էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ կարծում եմ, որ այն փաստը, որ այս տեքստը արդեն հաստատված է, կարևոր քայլ է եւ ԱՄՆ-ն շարունակում է հաստատում լինել Հայաստանի հետ աշխատանքին եւ տարածաշրջանի այլ գործընկերների հետ աշխատանքին, Ադրբեջանի հետ, տեսնելով որ բոլոր քայլերը, որոնք մենք արել ենք, հասնում են իրենց դրամաբանական եզրահանգման եւ դրանով բերենք տևական եւ արդար խաղաղություն եւ բարգավաճում Հայաստանին եւ տարածաշրջանին եւ հույս ունեմ, որ ցանով կդրվի նոր ժամանակաշրջանի մեկնարկը, որտեղ մենք Հայաստանը կտեսնենք որպես կենտրոնակետ տարածիկ ուղիների կենտրոնական Ասիայի եւ կենտրոնական Եվրոպայի միջեւ եւ տնտեսական հանգույց նաեւ ՏՏ կենտրոն տարածաշրջանի համար։ Շնորհակալություն, կարծում եմ շատ բան է կարելի ասել։ Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար այս լսարանում նստած մեր աջակիցների համար։ Հետ աշխատել ենք հաջողի շնորհակալություն։